Դաս 7 նախադրյալներ մինչ աշխատանք փնտրելը Օդեսկում, մաս 2 Առաջին հերթին եկեք ամրագրենք մի շատ կարևոր հանգամանք, որ այս պահին կա Օդեսկում։ Ի տարբերություն ժամավճարով գործերի, ֆիքսված գումարով գործերը երաշխավորված չեն Օդեսկի կողմից։ Ժամավճարով գործերը երաշխավորվում են Օդեսկի կողմից այն իմաստով, որ յուրաքանչյուր աշխատած ժամ հավասար է վճարված ժամի, իսկ գործատուի տեսանկյունից յուրաքանչյուր վճարած ժամ հավասար է աշխատած ժամի։ Սա նշանակում է, որ եթե դուք աշխատում եք X ժամ, ապա անպայման կվճարվեք այդ X ժամի դիմաց ըստ ձեր պայմանագրի ժամադրույքի, նույնիսկ եթե գործատուն այլևս գումար չունի կամ ինչ-ինչ պատճառներով բարեխղճորեն չի փոխանցում ձեզ հասանելիք գումարը Օդեսկին։ Այդ դեպքում Օդեսկը կվճարի ձեզ պահանջված գումարը իր իսկ գրպանից և հետո կփորձի այդ գումարը ստանալ գործատուից, սակայն այդ հետոն ձեզ քիչ է հետաքրքրում, թե ինչ կկատարվի Օդեսկի ու գործատուի միջև այդ հարցի առնչությամբ իրենց գործն է։ Հաջորդ դասին կդիտարկենք, թե ինչպես են ժամավճարով գործերը կազմակերպվում, որպեսզի այս երաշխիքը կարողանա գործել։ Սակայն ֆիքսված գումարով գործերը այդպիսի ուժեղ երաշխիքի տակ չեն Օդեսկում, ուստի գործատուն հնարավոր է, որ ձեզ ընդհանրապես չվճարի կամ վճարի մասնակի, նույնիսկ եթե դուք գործը լավ եք կատարել։ Դուք պետք է ստեղծեք ձեր սեփական երաշխիքները, որ գործատուն կվճարի ձեզ։ Թե ինչպես դա անել, պահանջում է անհատական մոտեցում, կախված աշխատանքի տեսակից ու գործատուի մակարդակից։ Որոշ տարբերակներ կքննարկենք հետագա դասերին։ Օդեսկը փորձեր է կատարում բարելավել ֆիքսված վճարով գործերի այս ռիսկային իրավիճակը։ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին հայտարարվեց, որ հաջորդ ամսվանից 2015 թվականի հունվարից ուժի մեջ է մտնելու նոր համակարգ Escrow Protection, որը նախատեսված է քչացնելու ֆրիլանսերների ռիսկերը կապված ֆիքսված վճարով գործերի հետ։ Թե ինչպես այն կաշխատի ու ինչքանով արդյունավետ կլինի ներկայիս խնդիրները լուծելու հարցում, ժամանակը ցույց կտա։ Իսկ այժմ անցնենք ոչ պակաս կարևոր թեմայի՝ հետադարձ կարծիքներ։ Երբ գործատուի ու աշխատողի միջև պայմանագիրը (կոնտրակտ) ավարտվում է, կողմերը հնարավորություն են ստանում հետադարձ կարծիք (ֆիդբաք) թողնել միմյանց նկատմամբ։ 1-ից 5 սանդղակով գնահատվում են հմտությունները, որակը, հասանելիությունը, ժամկետները, հաղորդակցությունը, համագործակցությունը։ Ազատ տեքստով գրվում է ընդհանուր տպավորությունը։ Մյուս կողմը կարող է նախընտրել թաքցնել իրեն ուղղված տեքստը հասարակության աչքերից, ինչը թեև կասկած ու հարցեր կառաջացնի շատ մարդկանց մոտ, սակայն չի կարող թաքցնել ստացած գնահատականները։ Այս հետադարձ կարծիքները չափազանց կարևոր են։ Լավերը բերում են նորանոր գործեր Օդեսկում, վատերը կարող են գրեթե անհնարին դարձնել հետագա գործերի ձեռքբերումը։ Ամեն կերպ ձգտեք տալ որակյալ ու չուշացած արդյունք, որպեսզի վերջում ստանաք բարձր գնահատական գործատուի կողմից։ Ձեր ստացած միջին ֆիդբաքը միշտ ցուցադրվում է ձեր անվանը կից, աշխատանքի հայտարարություններին դիմելիս, գործատուների կողմից աշխատողներ որոնելիս, ձեր պրոֆայլը դիտելիս եւ այլն։ Երբ դեռ որևէ հետադարձ կարծիք չունեք, բնականաբար միջին ֆիդբաք սկորը սահմանված չէ։ Եթե ունեք ստացած մի քանի ֆիդբաք, ապա միջին արժեքը հաշվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ստացած հետադարձ կարծիքի գնահատականը պատկվում է համապատասխան կոնտրակտի շրջանակներում ձեզ վճարված գումարի հետ, և ստացված բոլոր արտադրյալները գումարվում են իրար։ Այդպիսով հաշվարկված մեծությունն այնուհետև բաժանվում է Օդեսկում ձեզ վճարված ամբողջ գումարի վրա, և արդյունքը ձեր միջին ֆիդբաք սկորն է։ Դիտարկենք օրինակի վրա։ Դիցուք դուք ունեք ստացած երկու ֆիդբաք, մեկը 5.0, որի ժամանակ ձեզ վճարվել է $400, իսկ մյուսը 1.4, որի ժամանակ ձեզ վճարվել է $50։ Տեղադրելով այս թվերը բանաձևի մեջ, ստանում ենք 4.6 միջին ֆիդբաք սկոր։ Ինչպես նկատեցիք, մեծ գործի վրա ստացած գնահատականն ունի ավելի մեծ կշիռ, քան փոքր գումարով գործի վրա ստացածը, ինչը միանգամայն խելամիտ է ու տրամաբանական։ Ձեզանից ամենաուշադիրները արդեն նկատած կլինեն, որ այս բանաձևից հետևում է, որ եթե գործարքի շրջանակում որևէ գումար չի վճարվել, ապա համապատասխան գնահատականն էլ այդ դեպքում որևէ կշիռ չունի։ Այս փաստից բխում է մի քանի կարևոր հետևություն։ Առաջին, եթե վերցնում եք ֆիքսված վճարով գործ, կատարում ու հանձնում եք այն պատշաճ կերպով, սակայն գործատունը անբարեխիղճ գտնվելով չի վճարում ձեզ դրա դիմաց, ապա դուք ցավոք չեք կարողանա նրան վատ ֆիդբաք տալ որպես իրեն հասանելիք պատիժ։ Երկրորդ, եթե գործը չեք կատարել կամ վատ եք կատարել, ապա ավելի նախընտրելի է որևէ գումար չպահանջել գործատուից
քան թե ստանալ որոշակի գումար վատ ֆիդբաքի ու տուժած հեղինակության գնով։ Երրորդ, եթե այնուամենայնիվ ստացել եք վատ ֆիդբաք ու այն փչացրել է ձեր հեղինակությունը Odesk-ում, ապա դուք ունեք մի այսպիսի տարբերակ։ Դուք կարող եք հետ վերադարձնել refund գործատուին այդ կոնտրակտի շրջանակներում ձեզ վճարված ամբողջ գումարը, ու ձեր ստացած այդ վատ ֆիդբաքը կարծես թե չի էլ եղել, լիովին կվերանա հասարակության աչքերից, քանի որ այդ կոնտրակտի շրջանակներում ձեզ վճարված ընդհանուր գումարը արդեն կկազմի 0։ Հաջորդ դասին մենք կշարունակենք նախադրյալների թեման, մինչ աշխատանք փնտրելը Odesk-ում։ Մինչ հաջորդ դասը։ Շնորհակալություն։